Բողոքի ակցիաների նախաձեռնելուց հետո խարդախության մեղադրանքով կալանավորված պայստազորի գնդապետ Վոլոդիա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր անորոշ ժամկետով հետաձգվեց դատավոր Լևոն Ավետիսյանի առողջական վատ վիճակի պատճառով։ Այսօր նախատեսվում էր հրապարակել դատավճիռը։ Մինչ դատը սկսվել է, դատարանի շենքի առջև բողոքի ակցիա էին անցկացնում Ավետիսյանի համախոհները, ովքեր այս լուրն ավելի շուտ էին իմացել։ Նրանք չէին հավատում դատավորի վատառողջ լինելուն, պնդում էին, թե իշխանությունները այս կերպ ժամանակ են շահում, քանի որ չգիտեն ինչպես հանգուցալուծել Ավետիսյանի դեմ սկսված ճնշումները, գիրադասում են նրան պահել կալանքի տակ։ Իրանք չեն կարող, դատական վճիռով հետաձգել Վոլոդիա Ավետիսյանի կալանքը։ Այն է 6 տարի ու կես դատել, ինչի համար, այն նա համար, որ Մոսկվայում իրանց համար վկաները խփվում են, դատական նիստերին չեն գալիս, որ ապացուցված չի Վոլոդիայի մեղավորությունը։ Արդեն դատական նիստերի դահլիճում քարտուղարը տեղեկացրեց կողմերին դատավորի վատառողջ լինելու նիստը անորոշ ժամկետով հետաձգելու մասին։ Ասաց, որ դատավորը որոշել է նաև արձակուրդ գնալ, բայց որպեսզի արագորեն ավարտի դատը, դիմում է հղել նախագահին իրեն արձակուրդից հետ կանչելու համար։ Դատավորի վատառողջ լինելու մասին լուրը դատարանի դահլիճում բողոքի ալիք բարձրացրեց։ Թե պաշտպանը, թե ազատամարտիկի ընկերները պնդում են, որ դատական նիստի հետաձգումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները ամեն ինչ անում են, որ Ավետիսյանին պահեն կալանքի տակ, ազատության մեջ հայտնվելով նա կշարունակի բողոքի ակցիաները։ Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների զրույցում չբացառեց, որ սա կարող է լինել ընդհանրապես պատրվակ, դատավորը ժամանակ է շահում կալանքի տակ ավելի երկար պահելու ազատամարտիկին, միաժամանակ նաև վճռի վերաբերյալ դեռևս վերևներից կոնկրետ հրահանգ չի ստացել։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ դատավորն է մտածում ինչքան տալ չտալ, որովհետև դատավորին կասեն ինչքան տալ։ Չեմ բացառի, որ հնարավոր է ժամանակ շահելու նաև միտում լինի, ամեն դեպս միանշանակ դրա մասին ասել չեմ կարող, բայց բոլոր դեպքերում իշխանության քայլերը դրան են ցույց տալի, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հնարավորինս Վոլոդիա Ավետիսյանը ավելի երկար մնա կալանքի տակ։ Դատավորը վերևների հետ դեռ չի ճշտել իր հետագա գործողություններն, ասում էին ազատամարտիկները, նշում, որ դատախազի պահանջած 6.5 տարվա ազատազրկման շուրջ դատավորը դեռևս չի կողմնորոշվել։ Մեզ թվում է, որ իրանք դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, որ մտածում են, որ 6.5 տարի եթե դատախազը պահանջել է այսօրվա դրությամբ, ինչ որ անհեթեթություն է դա։ Իհարկե չի կողմնորոշվում, ինքը մարդկայնորեն իր մեջ կողմնորոշված է, ինքը գիտի, որ սրա համար դատ չի ասնում, բայց քանի հրահանգ ունի ինքը ոնց գրի, որ վճիռ տա, որ անունը ինչ դնի։ Եվ այսօր Վոլոդիային թադելով, Վոլոդիային ճնշելով, անազատության մեջ պահելով ֆիզիկապես, դրանով իրենք փորձում են հարյուրավոր Վոլոդիաներին խոսք հասկացնել։ Այսպեսին է գնահատականը, բայց ես կարծում եմ, որ ամբողջ ավարտին ուշ թե շուտ այս համագարկից ցեղազատումը մեզ հաջողվելու է։ Ավետիսյանն անցած տարվա մայիսից բողոքի ակցիաներ նախաձեռնեց, պահանջելով բարեկեցիկ պայմաններ ազատամարտիկների համար, ինչից հետո 4 ամիս անց կալանավորվեց։ Նա չի ընդունում մեղքն ու իրեն համարում է քաղբանտարկյալ։